Բարև, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի ընթացքում խոսում ենք ֆանտաստիկ եւ ֆենթեզի ֆիլմերից, գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիկերին։ Այսօր մեր հյուրը իսկական գիկ է, իսկական գեյմեր, Նարեկ Համբարձումյանը։ Ես մինչ ինտերնետային շրջանը այդքան չէի առնչվում հայաստանյան գեյմերների հետ, որովհետեւ չկային այտենց ակտիվ գործող համայնքներ, ովքեր որ միմյանց հետ շփվում էին, ինֆորմացիա էին փոխանակում, բայց հետո սոցիալական ցանցերով արդեն երևաց, որ ահագին մեծ համայնք կա գեյմերների։ Դու ինչ ես կարծում, կա այտենց գործող համայնք, ովքեր որ բացի ասենք Facebook-ում գործող խմբերից եւ այլն, ովքեր որ ինչ որ կարող են ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել, չգիտեմ, ասենք կոնվենտներ, բաներ կամ ստրիմինգներ անեն կամ հենց մոնետիզացնեն իրենց այդ հետաքրքրությունը, որովհետեւ աշխարհում մեկ մարդիկ զբաղվում են դրանով։ Մեզամ շատ գեյմերներ կան, շատ հետաքրքրվողներ կան, հասկացողներ կան, բայց ոնց տեսնում եմ, ոչ, ասենք որ ինտերնետով դա տարածելու ձև կա, ոչ ստրիմինգի, ոչ ինչ որ վերլուծական նյութերի, ասենք YouTube-ում եւ այլն։ Շուկանա փոքր թե հանդիսատեսնա քիչ է, ինչն է պատճառը։ Ես չեմ զարմանա, որ խնդիրը ստե իրականում լեզուն է։ Որտեղ իրականում հայ յութուբերներ շատ են։ Իրանք թե խաղերի պատմություններից են խոսում, թե գեյմփլեյն ցույց տալիս, ամեն ինչ էլ կա, որ խորանակ լիքն են։ Բայց ես չեմ կարող ինձ ստիպեմ նայեմ դες բաները հայերեն անկեղծ։ Չեմ կարող ասեմ, խնդիրը իմ մեջ է կարող է, բայց ես խաղալուց էլ ամեն ինչը սիրում եմ, որ իր օրիգինալ լեզվով է, որտեղ տերմինոլոգիան փոխվում է, դրանից կարող ամեն ինչ փոխվի։ Ու լսել խաղը in general ես սիրում եմ հենց օրիգինալ ձայնով, օրիգինալ ազվուճկայով, ու երբ որ հայերենով կողքից կոմենտ են անում, դա շեղում է։ Ռուսերենն էլ է շեղում, ես չէ՞ որ ես ռուսերեն ոդկասթեր եմ նայում կամ տենց շուտ բաներ ոչ։ Հիմնականում ես նախընտրում եմ առանց no comment գեյմփլեյներ նայել։ Հա, պատմական շատ լավ յութուբերներ կան, ամերիկացի մի քանի հատ բրիտանացիներ կան, հենց British Gaming-ը շատ եմ իրան սիրում, ինքը կարող է մի 4 ժամանոց վերլուծություն ունենա Kojima-ի ամենափախած խաղերի մասին, ու ես այդ հաճույքով որը մի քանի անգամ կլսեմ։ Համ շատ լավ է պատմում, համ մանրուկներին կպնում է, թե ոնց այդ մանրուկները ազդել ապագա գեյմինգի վրա, թե անցյալում ոնց են դրա մասին ոչ մտածել, հա։ Մենք տենց որակ չունենք, անկեղծ չունենք։ Ռուսաստանում ոնց որ տենց որակ չկա, հիմնական ասենք ռուսական ստրիմերը, որ նայում եմ, ամբողջ ստրիմի խաղի ընթացքի էությունը իր անձնական էմոցիաներն է, ոյ էս ինչ էր, ոյ այն ինչ էր, ոյ էստե ինչ պետք է անեմ, այսինքն ինքը նոր ինֆորմացիա չի տալի։ Դա հիմնականում որտեվ երեխեքի դուրն է գալի, ոնց որ հիմնական շուկան է։ Հա։ Այդ շուկան շուտվանից, էդ էլ ասեմ, հա, գեյմինգի շուկան շուտվանից այդ 30-40 պլյուս մարդիկ չեն։ Իմ կարծիքով, կարող է սխալվում եմ էլի, բայց այդ տպավորությունն է։ Նույն էս վերջի հելած ամենահայտնի խաղերից, որ ես կասեի հենց այդ շուկայի համար էր, օրինակ եմ Baldur's Gate 3-ը, ով գիտեր Baldur's Gate-ի մասին ոչ մեկ։ Ով էր հիշում։ Ես ջալ վաղ գիտեի Baldur's Gate-ը ինչ է։ Baldur's Gate-ի մասին հիշում են գիկերը մենակ։ Հա, ես գիտեի ինչ է, ես միացրել եմ, ես բան չէի հասկացել, խաղը մի կերպ անցել էի, բայց բան չեմ հասկացել այդ խաղից։ Որ ես երրորդը հելավ, դա շոկ էր։ Այն առումով, որ ոնց կարա սենց որակի, սենց ոնց ասեմ, որակը the gaming աշխարհը շոկ ապրեց, որտեվ ազվուճկեն, գրաֆիկան, ամեն ինչը տեղն էր։ Գինը ինքը AAA խաղ է, $30, ոնց sense բան եղավ։ Նույն ձևի հիմա Expedition-ի շոկն է, որ $40 ինքը AAA խաղ չի, անկեղծ, իր բյուջեն 5 ու քանի միլիոն է եղել, բայց դա այդ բյուջեով իրանք արդեն 2 միլիոն վաճառք են ունեցել։ Դա լավ ֆենոմեն։ Ըստ քեզ իդեալական խաղը որն է, հենց այդ իմերսիվությունը ապահովողը, որ քեզ լիքը հնարավորություններ է տալիս որոշելու պատմության ընթացքը, ասենք Baldur's Gate 3-ի նման, թե այնա, որ քեզ, չգիտեմ, իր պատմություն, իր հորինած միակ պատմություն այնքան լավն է, որ քո մոտ այդքան ուժեղ էմոցիաներ առաջացնում, ոնց որ նույն Expedition 33։ Իրականում երկուսն է կարևոր են։ Էլի խաղից է գալիս։ Նույն Metal Gear Solid-ը, որը ես համարում եմ գեյմերների Santa Barbara-ն է,
որ իմ ամենասիրած խաղն է սա Santa աշխարհում։ Barbara որ իմաստով Բացատրել չես կարա ինչի մասին է այդտեղ։ Շատ դժվար է, շատ երկար է, պիտի նստես ժամերով մարդուն բացատրես ինչ է կատարվում այդ խաղի մեջ, բայց ինքը հենց ուժեղ պատմություն ունի, որ խորանում ես, որ էլի ես կարամ ժամերով խոսամ դրա մասին, ու իմ ամենասիրած storyline-ն է, ու այդ Kojima-ի բանն է, հաստատ գալիս որ այդ մարդը ապագանատես է։ Նույն Metal Gear Solid 2-ի իրականությունն է, վերջերս սկսել եմ համեմատել մեր այսօրվա իրականության հետ։ Այդ խաղում խոսվում էր, որ ոնց է AI-ը կամած գրավում մեդիան ու նման բաներ են, որ այն վաղ խնդալու էր, հիմա այդքան է չէ։ Տարօրինակ է։ Նույն MGS4-ը, այդ մի հատ խաղ է, որի վերջում դու sense նստում ես 40 րոպե տրեյլեր ես, կինո ես նայում։ Ու դա ամենակայֆ բաներից մեկն է, որ ես իմ կյանքում արել եմ։ Դա ամենասիրած պահերը, ես անգիր գիտեմ այդ վիդեոն, ես անգիր գիտեմ։ Անչափ սիրում եմ, վերջն է, բայց ձեռի հետ էլ հա choice-ը, որոշումը թե ինչ խաղում ինչը կփոխի։ Տենց տիպի խաղերում իրական նույն Baldur's Gate-ում որոշումները էլի ինքը D&D like է։ D&D չի կարա D&D լինի, ափսոս, gaming խաղային աշխարհում չես կարա բոլոր հնարավոր վարիացիաները ստեղծես։ Չեմ կարա ես ձեռով գրեմ, ես sense եմ ուզում լինի, շատ ափսոս որ տենց հələ չենք հասել դրան։ Real D&D-ն լրիվ ուրիշ է, բայց Baldur's Gate-ը այնքան հնարավորություններ է տալի, այնքան բան են հաշվարկել, որ գեյմերները ոնց ուզում էին այդ խաղը ջարդը ինչ ստացվեց։ Ոնց ուզում այդ խաղը հնարավոր անցնել բոլորին սպանելով։ Բոլոր գլխավոր պերսոնաժներից մեկը հնարավոր խաղը անցնել է որ։ Մալացի, սա մտածել են։ Լարիանը իր վախտով չի ասի որ շատ որակյալ խաղեր էր արտադրում։ Այս իրանց էպոսն է։ Ամենա լավ խաղերից մեկը վերջի 10 տարվա մեջ ես կասեի։ Ազվուճկեն գժական, պերսոնաժները գժական, պատմությունը հոյակապն է, շատ անսպասելի էր։ Ես հիշում եմ Metal Gear Solid 5-ի սկզբում էր մոտ մի ժամանոց էլի Twin կինո, որը կարա ցանկացած հոլիվուդյան բլոկբասթերի քսի գրպանը, ասենց ասած։ Այ 5-ը հենց էտա որ իմ ջոգելը ինչ մեկը Kojima-ի կողքը նստած էր, ասում էր չէ, մի արա։ Չէ, ոչ մի կինո։ Չափի զգացողություն։ Ահա չափ կա։ Զգացում եմ որ շատ ավելի քիչ է այդ տրեյլերները 5-ի մեջ, որ կարող է բյուջեի հարցեր էտի, որտեվ կա տենց խաղ Metal Gear Solid Peace Walker։ Էդի PSP-ի վրա էր ու մեջը չէին կարա զուտ հիշողության պատճառով շատ տրեյլերներ ու վիդեոներ գցեն։ Ու սա կասետներով էր բացատրվում։ Ծոր էքսպոզիցիա էր կասետներով։ Նույն բանը 5-ում է։ Էլի էքսպոզիցիա է կասետներով։ Հիմա ստե հարց է ինքը նմանացնում էր 5 խաղին, թե բյուջետ չկար, թե ինչ-որ մեկը իր վզից բռնել էր, ասել էր չէ պետք չի։ 5-ը հոյակապ խաղ է։ Էլի հա սկիզբը տենց մինիմում 40 րոպե հա կինո ես նայում։ Մի ժամ, ես տենց մոտավորապես իմ մոտ տպավորության մի ժամվա չափ։ Կինո ես նայում ու հոյակապն է։ Kojima-ն մի քիչ օրթոդոքս չի էլ այդ առումով sense ասած։ Հա, կարանք մի քիչ Kojima-ի մասին խոսանք։ Կեսը ասում են ինքը հանճարը աստված է, այլն կեսը ատում են սարսափելի ձև։ Ես մեկ-մեկ նենց YouTube-ում նենց ատելության բաներ եմ տեսնում, վիդեոներ, որ ու չես կողմնորոշվում հիմա այդ մարդ այն որ իրան կեսը համարում են հանճար, կեսը ատում են, դա արդեն խոսում է իր մեծ լինելու մասին, բայց խեր մարդուն ատում, ինքը լավ խաղեր է ստեղծում, ինքը այսքան ժամանակ չի եղել, որ տրիվիալ ինչ-որ բան պրոդուկտ դա, թեկուզ Death Stranding ինքը բացարձակ տրիվիալ արտադրանք չի, ինքը կարելի ասել լրիվ նոր մոտեցում է խաղային պրոցեսին, խաղային մեխանիկաների։ Death Stranding-ը այդ մի հատ ուրիշ հանճարեղ պրոյեկտ էր։ Հա, ինքը walking simulator է, բայց գեղեցկությունը այդ աշխարհի, սենց ասեմ, ինչով եմ դուրը գալի Kojima։ Ես չեմ հասկանում խեն մարդիկ իրան ատում։ Լավ, ինչ որ չափով հասկանում եմ։ Հիմնական խնդիրը ես այդ գրուպայի հետ մարդկանց շփվել եմ, հա, իրանք ասում են մենք ուզում ենք խաղանք։ Մենք հոգնել ենք այս դժվար պատմությունից, բանման էս կամ օքեյ, ուրեմն սա ձեր խաղը չի։ Խաղացեք Metal Gear Solid 3-ը։ Պատմությունը շատ པարզն է, ինքը James Bond-ը, բայց բանը, ասես 60-ականների բոնդական կայֆեր է։ Շատ լավն է, ոչ մի բանի մեջ պետք չի խորանալ, 4-ում գժանոց է կատարվում։ Metal Gear Solid 4-ը դες դրա համար եմ ասում Santa Barbara։ Առաջի խաղը սա է եղել։ Ես երեխայով խաղացել եմ Metal Gear Solid 1-2-ը, էլի բան չէի հասկացել։ Հա, ինչ որ խաղում եմ, ինչ որ բան է կատարվում, պատմությունից ոչ մի բան չեմ հասկանում, իմ համար շոկային էր Metal Gear Solid 1-ում, որ boss fighter-ից մեկում պետքա ջոյստիկը փոխես տեղերով, որ աշխատի, այդ իմ համար շատ տարօրինակ էր, գժանոց էր։ Բայց պատմությունը շատ բարդն է։ Շատ բարդ է։ Նույնիսկ Metal Gear Solid-ի ֆանատները իրար կռվի մեջ են մտնում, ասելով չէ, սենց է, չէ, նենց է։ Իսկ հիմնական կռիվը ով ավելի շատ տանջվել, հա, Big Boss-ը թե Solid Snake-ը, որ պետք չի, սաղը տանջվել են։ Ահավոր է։
Իսկ բանը Kojima-ի հիմնական կայֆը իմ համար, հա, եթե իր խաղը խաղացել եք, Metal Gear Solid-ը Death Stranding-ն է։ Ինքը մի հատ շատ հետաքրքիր, չգիտեմ, էդի չասեմ ֆետիշ է, չգիտեմ ինչ է էդի, բայց դու կարող խաղը հասկանաք խաղում ինչա կատարում անուններով։ Ինք ամեն ինչ անուններով է ինքը փորձում պատմի։ Բացի մեկ-մեկ ինչ որ sense խնդալու անկապ պերսոնաժներ են ելնում, նույն Death Stranding-ում էդի Die Hard Man-ն է, որ խորանում է իր անունը John McClane է, որ okay, էսի պրոստը ռեֆերենս է։ Բայց մնացած հարցերում Bridges ազգանուններով բաներ, ասես որ իրար կողք եք դնում, okay, պատմություն ավելի པարզ է դառնում։ Ես հիշում եմ 50 ժամ գեյմփլեյ եմ նայում, որտեվ չէի սպասում, քան ժամանակ չունեի խաղալու, գործի էի։ 50 ժամ գեյմփլեյ նայելուց ես ասում եմ աստված իմ ինչ է ստե կատարվում, էլի, էսի շտո տակ ինչ ես գրում եմ թղթի վրա, okay, սենսա, ինչ է, okay, վերջում սպոյլ չանեմ, չասեմ ինչա, բայց այն որ okay, པարզ է։ Էլի անունից էր սա կախված, որ ես չէի հասկացել։ Okay, այտենց։ Բայց ամենամեծ այս մեդալը, որ ես ուզում եմ Kojima-ին տամ, այդ իր գործն է։ Այն առումով, որ PlayStation 3-ի վրա երբ որ հելավ Metal Gear Solid 4-ը, դա հանճարեղություններ ոչ միայն խաղի, գեյմփլեյի, գրաֆիկայի առումով, այլ նաև հենց տեխնիկական առումով, որովհետև ոչ բոլոր խաղերն են ուտիլիզացնում PlayStation 3-ի պրոցեսորը։ Ու այդ շատ բարդ էր։ Ինքը մարդ քրֆել է PlayStation 3-ի պրոցեսորը, ասենք Skyrim-ը հելել է ընդամենը մի core օգտագործելով, որտեղ հավես չունեին մարդիկ ծրագրավորելու։ Բայց այդ մարդը հենց է օպտիմիզացրել այդ խաղը, որ էլ չասես մինչ օրս էմուլյացիա անելը բարդ է։ Էլի հնարավոր է, բայց բարդ է։ MGS 5-ը հենց տպարություն որ կալկուլյատորի վրա կարող աշխատի հենց լավ օպտիմիզացված։ Էլի Konami-ի շնորհքն է դա, թե Kojima-ը մի քիչ բարդ է ասել, բայց որ հիշում ենք որ բոլոր իր խաղերը ուշացել են, բոլոր Metal Gear Solid 5-ն էլ այնքան էր ուշացել, որ ending-ը մենք չենք տեսել, իսկական ending-ը չկա։ Ինչ որ վիդեոներով փախած կարելի է գտնել, որ գողացել են մի ձև Konami-ից, հա։ Բայց դա այդ մարդուն որ ժամանակն ես չգիտեմ, այդ մարդը որ ռեժիսորն է, ես չեմ պատկերացնում ինչ անելու։ Աստվածտա Silent Hill-ի ցոտկի իրան տան ենք։ Ինքը ինձ թվում է ինքը տենց ինչ-որ երազանք ունի կինո նկարելու, բայց քանի որ չեն տալ իրան հնարավորություն հենց կինո նկարի, ինքը խաղերում է դա ռեալիզացնում, շատ լավ է ռեալիզացնում։ Ու walking simulator սարքելը հեշտ չի, որ ասում են walking simulator, ամեն walking simulator չի կարա տենց գրավի, ոնց որ ասենք Death Stranding-ը։ Եթե ինքը կարողացել է walking simulator-ը հետաքրքիր դարձնի, դա ահագին բան է։ Դե մի քանի ֆակտոր է՝ սիրուն գրաֆիկա, լավ երաժշտություն ու իսկականից լավ պատմություն։ Այս խաղը պետք է նստես հանգիստ խաղաս, ասես մտածելու շատ բան չկա իրականում։ Դու կարող ես 20 ժամ, առաջի, եթե ճիշտ եմ հիշում 20 ժամը ոչ մի բան չի կատարվում։ Զուտ շարժվում ենք ակետից բկետ, կռիվը պարտադիր չի, զուտ սիրուն սցենաներին նայեք, տեսեք ինչ սիրուն աշխարհ է, ինչ օպտիմիզացված է, որ շատ վատ համակարգչի վրա դա շատ լավ աշխատում է իր full գրաֆիկայով։ Այն տիպի որ այսօրվա խաղերը ավելի գեշ են իմ կարծիքով, քան դա։ Շատ սիրուն է։ Ու խումբը որ ինքը ընտրել է սաունդթրեքերի համար, այդել ինչն եմ սիրում Kojima ինքը տարբեր խմբերի հայտնի է դարձնում, անհայտ խմբեր են ինչ որ փախած garbage-ը կամ նման ինչ որ խմբեր, Seinfeld-ը ու եկե պտ հայտնի դառա, որտեղ Kojima-ն տրեյլերի մեջ դրեց իրեն սաունդթրեքը։ Երկրորդը սպասում ես բնականաբար։ Չի ուսանը։ Էլի նույն պատմությունն է։ Death Stranding 1-ի տրեյլերն ես նայում, աստված իմ ես ինչի մասին։ Okay, լավ, խաղացինք, հասկացանք ինչի մասն է։ Death Stranding 2-ի տրեյլերը իմանալով մեկը, ես մեկը չեմ հասկանում ինչ է կատարվում։ Մեկը չեմ հասկանում ինչ է կատարվում։ Իսկ բանը OD-ը, չէ, OD, հա, Microsoft-ի համար OD-ը, չէ՞ կոչվում։ Microsoft-ի համար սարքում ինքը ասում է դա լինելու է լրիվ նոր փորձառություն, որը դուրս է գեյմինգից էլ, դուրս է կինոից էլ, ինչ որ նոր ենթակառուցվածքներ, կան ինչ որ ենթադրություններ։ Այնքան թեորիաներ են այդտեղ ֆորում սկսած նրանից, որ դա Silent Hill-ի պրոյեկտն է իրա։ Շատ անհասկանալի է։ Այդ տրեյլերը շատ տարօրինակ է։ Նայում ես, ասում ես, հա, սա Kojima-ն է, okay, իրա գժոտ բանն է։ Ես են հույսով եմ, որ սա PT-ի շարունակությունն է, Silent Hill PT։ Դա մի հատ առանձին շատ լավն էր։ Ես ինքս օրիգինալ PT-ն չեմ խաղացել, PlayStation 4 չունեմ, բայց ես իրեն VR-ով եմ խաղացել։ Դա ահավոր էր։ Ես տենց իմ համար ամենավախենալու խաղը այս աշխարհում Silent Hill 2-ն է եղել։ Հա։ Բայց PT-ին ինձ ստիպեց ես էսի հանեմ, ասես մի քիչ նստեմ, շնչեմ, okay, նոր շարունակեմ, դա ահավոր էր։
Էդի համել երևի gaming ինդուստրիայի ամենամեծ ողբերգություններից մեկն էր, որովհետև սաղ աշխարհը սպասում էր Kojima-ից ու Guillermo del Toro-ից Silent Hills ու մեկ էլ Konami-ն ասում է, «Всё, չկա այդ»։ Konami-ն որոշեց մոբայլ խաղերի վրա խորանա ու փող աշխատի։ Նորմալ է, ես շատ մեղադրելու չի, որ ասես մտածում եմ։ Եթե քիչ բյուջեով ավելի շատ փող ենք աշխատում, ինչու՞ չէ։ Դա է, որ passion project-ներ էլ չկան։ Այդ լուրջ խնդիր է, նույն Expedition-ը դի passion project-ը իմ աչքերում չեմ կարող իրանց մասին։ Հա, Expedition-ից արի խոսանք, էլի ոնց ստացվավ, որ առանց որից է աղմուկի, առանց նախնական ինչ-որ մեծ մարքեթինգային process-ների, մեկ էլ ինչ-որ ֆրանսիական փոքր խումբ, շատ փոքր ստուդիա ստեղծեց ավելի Final Fantasy, քան հիմա ասենք Square Enix-ն է ստեղծում։ Ես կասեի ավելի շատ Persona։ Ինձ Persona-ն հիշացրեց, շատ Persona 5-ը։ Ու կասեի Persona խառնած, չգիտեմ, Sekiro-ի հետ, որտեղ այնտեղ լիքը բանի մեխանիկաներ կա, parry, block-ի, jump-ի մեխանիկաները, որ մեջը կան, ինչը չգիտեմ, չի ասես դուրս գալիս է թե չէ, խորհուրդ եմ տալի այդ խաղ առաջ անգամ խաղում ամենաբարդով խաղացեք։ Հեշտով անիմաստ է այդ խաղը խաղալը։ Անենց հեշտ է, որ 5 րոպե խաղալուց հետո նորմալով, ասի չէ, հաջող մետ ամենադժվարով տենանք, ահա, հիմա բարդ է։ Այմա հաճելի է։ Չեմ կարող ասեմ ոնց իրանք տենց հայտնի դառնան, դժվար է ասելը, բայց եթե հաշվի առնենք փոքր բյուջեն, Unreal Engine 5-ը, որը ունիվերսալ համարվում է շատ սիրուն engine, բայց շատ վատ օպտիմիզացված, դիմ ամենաչսիրած բաներից մեկն է անկեղծ, որ հիմա ամեն ինչը Unreal Engine 5-ով են անում։ Բայց դե հաշվի առնելով որ փոքր ստուդիա է, բյուջեն մեծ չի, շատ լավ գործ է, շատ լավ գործ է։ Պատմությունը գրավիչ է, ինձ պետք է կավ երևի մի 20 րոպե, որ ես խաղը ասեմ օքեյ, ես ուզում եմ սա խաղալ։ Պատմությունը կներես, պատմությունը հենց սկզբից առաջի 15 րոպեին քեզ ցնցում է կոնկրետ, որովհետև հա, քեզ ասում են, ասենք, գոմաժ բան է, սա ինչ որ մի բան ալնելու է, մի վատ բան ալնելու է, բայց դու չես սպասում որ դա տեղի ունենա, լավ չսպոյլեմ, բայց որ դա տեղի ունենալու հենց այդ ձևով։ Այսպես նայում ես, օքեյ։ Այս մի քիչ պատմական ծակեր մեջը կան ինձ թվում է, էլի չեմ ուզում սպոյլեմ, բայց մեկը այդ պահեն որ օքեյ, ես invested եմ այս խաղի մեջ, ես ուզում եմ խաղամ։ Ու ինչքան գնում ավելի շատ է դա շատ անում։ Միակ խնդիրը բայովկենա շատ անկապ ու շատ չգիտեմ, այդ ինձ չի հետաքրքրում հիմա այս խաղի մեջ, ինձ հետաքրքրում է պատմությունը, ինչքան կարամ, sense կռիվները, ինչքան կարող հնարավոր է իգնորում եմ կռիվերը, որ տենամ ինչ է կատարվելու ստեղ։ Դու իսկական ինձ հետաքրքիր է։ Ինքը գրքի հիման վրա է, չէ՞ ինչ որ նովելայի հիման վրա է։ Չէ, դե տենց խոսակցություն կար, որ ինչ որ գրքի հիման վրա է, բայց ինքը պրոստը տենց այն վերևի անվան հետ կապված է Clair Obscure-ի, մտածել են թե Clair Obscure ինչ որ։ Հա, ինչ որ գրող է Tom Clancy, հա, ասա, օքեյ։ Չէ խորաց դրա մեջ։ Չէ, ինքը 0-ից ստեղծված լորա, 0-ից ստեղծված պատմություն է։ Դեռ լորը լավն է։ Տենանք ինչ կլինի հետո, ինչքան է 50 ժամ պետք է երևի էդի նորմալ խաղալու համար։ Այդ քանի որ եկանք այդ փոքր ստուդիաներին, որոնք կարողանում են նույն տենց գործողություններ անեն, դու gaming ինդուստրիայով հետաքրքրում ես բնականաբար։ Ինչ որ անհասկանալի վիճակ է համաշխարհային gaming ինդուստրիայում, երբ որ ասենք խոշոր խաղացողները առնում են ստուդիաներ բիրիկով, խսիրով։ Հատկապես լավ ստուդիաներ, որոնք ունեն լավ պորտֆոլիո, լավ արտադրանք, ու հետո դնում են փակում են այդ ստուդիաները։ Էդի կամ փակում են կամ remake են անում։ Հա, կամ remake։ Այդ ոնց ասենք ոնց կարաս էդի բացատրես էլի, չգիտեմ, այս վերջերս էլի ահագին այնց հաջողակ ստուդիաներ փակեցին, հատկապես չինացիները, չինական ընկերությունները խոշոր։ Դե մի կողմից այդ կարող լինի կոնկուրենցիայի ոչնչացումը, որը էլի տարօրինակ որոշում է, հաշվի առնելով որ Microsoft-ը որ նույն բանը անում էր, հակառակը ինքը կապիտալիզացնում էր այդ ամեն ինչը։ Նույն Ori and the Blind Forest-ը, որը հոյակապ խաղ էր, փոքր ստուդիա, առանք օքեյ։ Developer-ին ավելի լավը հանենք, երկրորդը հանենք, ֆենոմենալ խաղ էր։ Բայց հա, շատ ստուդիաներ հիմա տենց անում են, ճիշտն ասած դժվարանում են բացատրել։ Իսկ Ubisoft-ի պահով, Ubisoft-ին արդեն այնպես տպավորություն է, որ դետեկտիվ պատմություն է, որ Գիոմը որոշել է ոչնչացնի Ubisoft-ը, որ ամենաատված կոմպանին էս աշխարհում, հա։ Հա, խի տենց դառավ Ubisoft-ը։ Երևի իրենք շատ տրենդերին հակառակ գնացին դրա համար։
ասենք չէ, ինչ Steam եկեք մենք մեր origin-ը կամ Uplay-ը, վայ մամա ջան, դա կատաստրոֆա է այդ Uplay-ը։ EA Games-ներ origin-ը խառնեցի։ Ինչի գնալ կամուն հակառակ, երբ որ կա product, որից դուք կարաք օգտվեք ու ոչ մեկ դες վատ բան չի ասի դրա համար։ Մարդիկ առանց դրա հոգնել են այդքան launcher-ներ ինստալ անեն իրենց համակարգիչների վրա։ Որ ինչի, okay, շտամպ եք անում, ձեր անկապ խաղերն եք հերթով գցում, day թեմաներ եք մտցնում Prince of Persia-ի մեջ, որը խի էլի։ Մենք բոլորս գիտենք Prince of Persia-ն ով է, ու մեկ էլ էս վերջի պերսոնաժը okay, մի կողմ դնենք իր տեսքը, այդ դրեդերը գլխի վրա դրեդերը, որ ինքը տենց 20-ականների ստիլ է 2020 էլի, նկատի ունեմ ստիլը, ինչ գործ ունի այս մարդը այս աշխարհում, որը չի սազում, հա, այս տարօրինակ է։ Այդ սա շատ տարօրինակ, իրանք վեկալեցին ամենալավ իրանց ֆրանչայզները հարամեցին։ Ինչ Prince of Persia-ն, ասենք բոլոր 5 գեյմերներում հարցնեք, կասեն բոլորը սիրում են իրան։ Warrior Within-ը ամենաշատ սիրված խաղերից մեկն է եղել։ Էդի խայտարակարեցին ու անverջ քանակի Assassin's Creed-եր, որ մեկը մյուսի նման են բոլորը։ Վայ մամա ջան, ես թարգել եմ խաղալ Assassin's Creed-ը տենց երրորդից հետո։ Այդ աուդիտորեն ամենալավ պերսոնաժներից մեկն էր այդ խաղի մեջ։ Դրանից հետո գլխավոր հերոսներին ես չեմ հիշում։ Սուտ որ ասեք անունը ինչ էր չեմ հիշի։ Խաղացի մի քիչ հոգնեցի, ջնջեցի, նույն բանն է, okay, նույն բանը նավով։ Նույն բանը բանով 18-րդ դարում, okay։ Լրիվ նույն բանն է։ Լրիվ նույն բանը է, էլի, որ կարելի էր ինչ որ այդ։ Բայց մեtal consistent չի։ Նույն այդ 18-րդ դարինը որն էր, չեմ հիշի հիմա անունը, այդտեղ մեխանիկա մտցրեցին ծառերի վրա թռնելով, բայց որոշ ծառերի վրա։ Հա, որոշ մենակ նշված ծառ։ Մենակ նշված ծառերի վրա, ուրիշ թե չի կարելի։ Նույն բանը որ նամերս MGS-ի վրա, ես համոզված եմ լիքը մարդ որ MGS 3 խաղացել է, կյանքում ծառի վրա չի բարձրացել, բայց ասեմ ձեզ 90% ծառերի վրա դա լմա բարձրանալ։ Բայց հետաքրքիր է, 2000-ականների սկզբի խաղերում ֆիզիկան ավելի բազմազան էր։ Ավելի immersive էր, նաև դու կարայիր շրջակայքի ինչ ուզեր ջարդեիր, ինչի հետ ուզեր փոխազդեիր։ Իսկ հիմիկվա խաղերում ֆիզիկան գնալով ավելի պայմանական է դառնում, ոնց որ սկրիպտավորված են խաղերը։ Հալարում են։ Պիկը եղավ 2004-ին, երբ որ հելավ Half-Life 2-ը բոլորի չանանգած են որ սա ինչ է։ Այսինքն ֆիզիկայի օրենքներ, սաղ ֆիզիկայի օրենքները սիրուն մի հատ խաղի մեջ, որը էլի շատ լավ օպտիմիզացված էր։ Դրանից հետո ինչ տարօրինակ անկում էր Crysis-ը, որ հել ավելի ֆիզիկայի օրենքները հոյակապն էին։ Նայում ես Crysis-ը կամ Far Cry-ը, եկեք շատ հեռու Crysis-ը մի կողմ դնենք, Far Cry-ը ավելի հին։ Ջունգլիում բոլոր ծառերը սիրում ջարդվում ընկնում էին։ Նոր Battlefield-ն ես խաղում, չգիտեմ, պրատիվատանկովի ռակետով խփում ես շենքին, շենքից մի քիչ բլում է, ծառի խփես բան չի լինում։ Okay։ Պրիտոմ շենքից բլում է այն մասը, որը սկրիպտավորված պետքա բլի։ Հա, նախորդ որոշված էր։ Մի հատ խաղ կար, հիմա ասես չեմ հիշի իր անունը, մի րոպե։ Red Faction-ը հիշեցի։ Red Faction Mars-ի վրա, դու terrorist ես Mars-ի վրա, ամեն ինչ տրակում էր այդ խաղը։ Այդ ինչ հավես էր։ Դու մտնում ես, որ okay, այսօր ինչ ենք տրակցում, շատ հավես էր։ Այսինքն խնդիրը կարող է գրաֆիկայի շատ ավելի չգիտեմ, ավելի համոզիչ գրաֆիկայի պայմաններում ավելի դժվար է այդ ֆիզիկան ռեալիզացնել, կոմպը կարող է չձգի, հնարավոր չլինի օպտիմիզացնել, թե զուտ լայեղ չեն անում, sense ասած։ Ըստ ումա երկուսն էլ։ Որտեվ օպտիմիզացիան շուտվանից էլ գոյություն չունի։ PlayStation 3-ից հետո ես չեմ տեսել ոչ մի օպտիմիզացիա, որտեվ դե PlayStation 4-ը ու 5-ը, Xbox-երը շուտվանից եկեք անկեղծել ենք, դա PC է։ Glorified PC է, զուտ մի քիչ օպտիմիզացված են իր վրա այդ խաղերը։ Причем մի քիչ են, շուտ շատ օպտիմիզացված են, որ մի քիչ խորանակ։ Էսի առանձին կռիվ է, հա, console versus PC։ Ես երկուսն էլ շատ եմ սիրում։ Ես դա ուզում եի հարցնել, բայց դու ինձ շուտ առաջացրի։ Ես երկուսն էլ սիրում եմ, ես ասում եմ ոչ են, Steam Deck առեք ուրախ ապրեք։ Հա, Steam Deck-ը շատ են գովում։ Steam Deck առեք ուրախ ապրեք, ամենաֆենոմենալ բաներից մեկն է, որ հեսա շատ ուժեղ փոխելու է իրականում սցենան։ Windows-ը կամած ջնջվելու է։ Մենք կամած անցնելու ենք Linux-ին։ Շատ քիչ մնաց դրան։ Նոր որ խոսեցինք, դու Half-Life 2-ի հիշացի, ես ասում եմ կարող է ստագնացիայի պայմանները, այս ստագնացիան կփոխվի, երբ որ գեյմը որոշի հետ գա, ինչ որ մի հատ պրոյեկտով ասել եմ իրոք, էսա գեյմինգը, էսա ֆիզիկան խաղերում։ Թե Half-Life 3-ին սպասելով սպասում ենք արդեն, դու չգիտեմ։ Կարող է Half-Life 3 չլինի, կարող է ինչ-որ ուրիշ բան լինի, որտեղ ինքը վաղուց 2020 թվականից ինքը ինչ որ մի հատ մեծ բան է խոստանում,
որը պետք է փոխի ամբողջ, չգիտեմ, gaming ինդուստրիան, բայց հələ ոչ մի բան չկա։ Անկեղծ Valve-ը հələ վատ բան չի արել։ Նույն Alex-ը ամենալավ VR խաղերից մեկն է, որ ես խաղացել եմ։ Հոյակապն է, ինքը ամեն ինչ մեջ կար, իհարկե մի քիչ կախված էր VR-ից, որից օգտվում ես, իմ մոտ սովորական Oculus-ը, իրանով չեմ կարա սաղ ֆիզիկայի օրենքները շոշափեմ այդ խաղի մեջ, բայց դա զարգացած մի քիչ ավելի թանկանոց, ասենք HP կամ նման ինչ-որ VR-ներ, HTC VR-ներ մոտը դու կարող ես այն տիպի բաներ մեջ անես, ասենք վեկալել բանկեն ջարդել ձեռով, այդտենց ինչ-որ բաներ անել, որ առանց դրա էլ էր հետաքրքիր, հա։ Ես VR-ը անկեղծ համարում եմ մի քիչ overrated, խեցախի է մի քիչ overrated, լավ էլ overrated է։ Հա։ Մի երկու հատ խաղ կա մեջ, որ իսկականից կարելի է խաղալ։ Մի պահ բոլորը ասում են հեսա փոխվելու է, հեսա բոլորը գնալ են VR, բայց ինքը զուտ ֆիզիկապես հնարավոր չի։ Ինքը հավես է։ Հա։ Բայց կես ժամ խաղալուց հետո ինձ գլխացավ ասկս։ Դու օրինակ ոնց կարաս VR-ում, ասենք Dark Souls խաղաս։ Հա, եթե VR շլեմը դնես էլի controller-ով սովորական խաղ, դա չեղավ VR խաղ, դա եղավ նույն խաղը, պրոստը VR շլեմով։ Այսինքն VR-ը ինքը լրիվ ուրիշ experience է, փորձառություն է։ Սովորական էկրանի վրա խաղալը joystick-ով լրիվ ուրիշ փորձ է։ Իրանք տարբեր բան, մեկը չի կարող մյուսին փոխարինի։ Souls չէ, բայց ասենք շուտերներ ու RPG-ներ շատ հավես են խաղացել։ Հա, հա։ Շատ հավես։ Այսինքն ինքը ունի իր նիշան, ինքը չի կարող բոլորին փոխարինի։ Ասենք Skyrim-ը առանձին է, ես ատելով ատում եմ Skyrim-ը, բայց այնց սիրուն է ինքը VR-ում, որ ասենց ուզում ես զուտ մանգաս այդ աշխարհում։ Շատ հավեսն է։ Մենք նոր որ Kojima-ից էինք խոսում, ասում են թող մեզ խաղ տա, gameplay տա։ Քանի որ gameplay-ից խոսացինք, ասենք gameplay-ով ամենա gameplay-ային խաղերին Miyazaki Souls-like-երին, որը Demon Souls-ով կարողացավ լրիվ կարելի ասել թազը ժանր ստեղծի համակարգչային խաղերում Souls-like էր։ Ոնց էս վերաբերվում, մի հատ դրանից սկսենք։ Ճիշտ, այնպես չի որ դա Miyazaki-ն է սկսել։ Մի հատ շատ հին խաղ կա Blade of Darkness-ը անունը, դա ճիշտ եմ հիշում, դա առաջի Souls-like-ն է, որ ես խաղացնում, Souls-like չդնենք անել, վաղ Souls չկար։ Այդ ինչ բարդ ու անասուն խաղեր կներեք արտացենց համար։ Ես որ հիշում եմ դա մի աշխարհը չանցա, օքեյ, լավ թարգեցի, այդ խաղը չկարացա տենց է խաղում։ Ինքը լրիվ Souls-like էր։ Հետո PlayStation 3-ը որ հելավ այդ ֆենոմենը, ես մի անգամից առաջի աշխատավարձովս գնացի առա ու սկսեցի ինչ-որ ռիվյուներ նայել, ինչ խաղ խաղալ ես կոմենկոմ, ամենա underrated խաղերի շարքի մեջ Demon Souls-ներ։ Underrated է։ Ինքը հայտնի չէր, вообще ինքը հայտնի չէր, որ ինքը հելավ։ Այն որ օքեյ, փորձենք։ Ու մենակ այն որ ես մտա խաղ ու առաջի մոնստրը մտա չափալախեց ու ես ընկա մեռաստի դզեց։ Հազիվ մի հատ խաղ, որտեղ ֆենտեզի աշխարհ է, որտեղ ես ինչ որ աստված չեմ, հա, իմ դեմը ռեալ վտանգ է, ես այդ վտանգի դեմը մի ձև պիտի աղ։ Կրատոսը չես որ բոլորը։ Հա, ինչ լավ է, հազիվ ինչ որ նոր շունչեր էլի, շատ դուրս եկավ։ Երևի որ փոքր էի մի քիչ շատ չէի հասկանում այդ տիպից։ Հիմա այդ անես դուրս եկավ, որ օքեյ, անցանք դուրս շատ եկավ, էլ ինչ կա։ Dark Souls-ը, օքեյ, Dark Souls-ը վեկալանք, այդ էլ անցանք Elden Ring-ը անկեղծ ասեմ, չի ասի որ իմ սիրած շարքերի մեջ է։ Bloodborne-ը։ Bloodborne-ը, գիտեք ոնց է, Bloodborne-ը ամենա fun Souls-like-ն է իմ համար։ Ինքը շատ հավեսն է։ Դիզայնը, ստիլիստիկան, ամեն ինչը տեղն է, հա, ոչ մի բանը իր ամեն ինչը իր տեղում է այդ խաղում։ Ամեն ինչը շատ սիրուն է, Dark Souls 2-ը որտեղ կդել շատ տարօրինակ է ստիլիստիկան։ Dark Souls 2-ը, հա։ Չես հասկանում ինչ գործ ունի սա այս աշխարհում, իցեք տարօրինակ տեսք ունի։ Bloodborne-ը DLC-ն չեմ խաղացել։ Ժամանակ չկար, հա ժամանակ չկար, ես դա ասած PlayStation 4-ը վեկալել էի վարձով sense ասած, ու վարձով չէ, ես իմ PlayStation 3-ն էի տվել Metal Gear Solid-ով ու Demon Souls-ով ու ստացա բանը Bloodborne-ը շատ արագ անցա, որտեղ իրականում բարդ չէր։ Ինքը ամենահեշտ Souls-like-երից էլա ձեռի հետ, բայց ահա որ ֆան էր։ Իսկ երրորդ Souls-ը։ Երրորդը երևի ամենասիրածս խաղերից մեկն է։ Ending-ը նենցներ, որ Էլի լավ, ինչ սպոյլեր, հնադարան խաղա էլի, ու վերջի boss fight-ում, երբ որ երկու բան է ինքը, ոնց են ասում, երկու հա, մոռացա բառը, anyway, ու առաջի անգամ իր կյանքը զորացնելուց հետո երգը ռեսկի փոխվում է, վայ, soundtrack-ը, վայ, soundtrack-ը ամեն ինչ է անում այդ խաղերում։ Երգը փոխվում է ու Dark Souls 1-ի վերջի boss fight-ի երգն է միանում, ու որ ասած շշմած joystick-ը ձեռս, որ
Ստեղ էսա կատարվում։ So էսա անիմաստեր ես էս ինչ անում եմ, հա, ստեղ էս նորից էս գվինի թեման, հա, նորից սա վառվում է էս ամեն ինչը ու վերջ չկա։ Okay, ես էս հանգցնելու եմ Դավիթի տարիք։ Դե Souls-ը հա, մի բան էլ կսած։ Bloodborne-ը երևի միակ Souls-ն է, որ իմ կարծիքով լավ ending ունի։ Դրական ending, ես ճիշտ ասած ես անցել եմ ամենայն բան ending-ը, որ ինքը վերջում վերածվում է։ Դա ամենադժվար ending-ն է։ Հա, դա ամենադժվարն է, որ այն պորտալը 3 կգտնեք։ Հա, դա ամենադժվարն, բայց դա լավ վատ ending։ Շատ վատ ending-ը։ Bloodborne-ի, որ ինքը դառնա Voltron, կայֆ է դա, աստված է դառնում։ Նկատի ունեմ ամենահեշտ ending-ը, դուք զարթնում ես այդ Nightmare-ից, դա ամենահեշտ ստացվողն է, որ վաու, լավ ending է, խաղի մեջ տարօրինակ էր։ Bloodborne-ը իմ ամենասիրածներից է, երևի ամենասիրածն է։ Թե իր մթնոլորտի համար, թե իր լոր, ես իր լորը գիտես ոնց է բանը, դե խաղալու ընթացքում այդքան չի խորացել լորի մեջ։ Ես իր լորը կտոր ինտերնետից եմ հավաքել։ Բայց երբ որ հավաքում ես ու կարդում ես այդ իր պատմությունը, շշմում ես, ասում ես ոնց էլի, ասենք Միյազակին ինչ բանահորին է։ Դա կադրեր կա մեզ ցույց է տալիս, հա, որ նույն գլխավոր հերոսները հին Souls-երի, այդ իրանց բրոնյայով այդտեղ տենում են այդ սախ։ Հա, կսացի այդ տոմաժը շատ խնդալու էր, որ խաղի մեջ որ shield-ը գտնում, ասում եմ ոչ մեկեսի չի օգտագործում։ Առաջի ինտուիցիան էսի խաղալուց, բանը Bloodborne-ը խաղալուց էդ էր, okay, մենք ոնց ենք հասկանում, թե shield roll-ը ոնց է այդ ամեն ինչ, ու ամեն անգամ մեռնում են, որ ներվայնացան, որ okay, լավ է, ուրիշ ձև են խաղում։ Dark Souls խաղալուց վերածրագրավոր ես քեզ։ Շատ դժվար է Bloodborne-ը սկսելը, ու Sekiro-ն էլ, որովհետև Dark Souls-ում դու սովորում ես shield-ով պաշտպանվել, ինքը քո բանի մեխանիկայի կարևոր մասն է ու Bloodborne-ում Sekiro-ն ասում որ չէ դու պետք է ավելի շատ հարցակողական լինես պաշտպանվել այդքան չի բան է Sekiro-ի բարիները հա ինչ որ Սախաղը parry է հա Sekiro-ն իր խնդիրներ ուներ շատ մարդկանց դուրը չի գալի որ okay ընդհանրապես մի հատ զենք է ու մի քանի հատ պրոստետիկ է դա Սախաղը ու մի հատ skill կա որ այդ skill-ը սովորեցիր այդ խաղը всё հեշտանումը կոչվում է Migiri counter-ը։ Դա որ սովորեցիր վсё այդ խաղը դες boss fight չկա որ հեշտ չլինի։ Բայց ես իրան շատ եմ սիրում։ Դե ես մարդ գիտեմ, մարդկանց գիտեմ, ովքեր համարում են որ Sekiro-ն вообще լավագույն խաղն է։ Ոնց որ parallel-ն է այդ խաղը։ Բան էլի դու պիտի այդ բանին այդ պրովոկո boss fight-ի մեջ դու պիտի իրան հավասար parես ոնց որ։ Իրան հավասար այդ counter-ները անես։ Ինքը ահավոր սիրում խաղ է։ Շատ սիրում է, շատ։ Լավ, մենք ունենք մի 3-4 րոպե, արի մի քիչ ապագայի մասին խոսանք, ինչ ես կարծում գեյմինգը ուր է շարժվում, ասենք առաջիկա 5-10 տարիներին ինչ է մեզ սպասում։ Օ, բարդ հարց է։ Հա։ Դժվար է ասել, նայած մեծ կոմպանիները ինչ կմտածեն։ Որտեւ մեկը հույսը indie gaming-ի վրա է։ Իմ մոտ տենց է, ես տենց եմ տեսնում։ Հույսը passionate մարդկանց վրա է, որոնք մտածում են, որ ուզում են այս ինդուստրիան զարգանա, ոչ թե փող աշխատեն։ Ու իտոգում են փող են աշխատում։ Խնդալուն է դա, որ շատ indie company-ներ անոնց մեծացան փոքր խաղերի, բայց հետաքրքիր խաղերի վրա։ Այսօրվա դրությամբ indie-ն ավելի բարձր որակ է տրամադրում, քան AAA-երը։ Հույսը իրանց վրա է իմ կարծիքով։ Հույսը մարդկանց խմբերի վրա է, որոնք passionate են, որոնք գիտեն իրենք ինչ են անում, ուզում են user-ներին ուրախացնեն։ Նույն Լարիանը լսեց իր user-ներին, ստացանք հոյակա product։ Հա, բյուջեն շատ մեծ էր, բայց դե հա, ես էլ եմ մտածում, որ միջին դասի վրա է հույսը, AA խաղերի վրա, օրինակ հենց Expedition 33։ Այնքը AA է։ Ոչի ոչ մեծ բյուջեով, բայց սիրով սարքած խաղերի վրա էլի, որ գեյմինգ ինդուստրիան չվերածվի նույն բանի Հոլիվուդի, ասենք այդ բլոկբասթերների մեքենայի, որը տպում է զուտ մենակ բացառապես փող աշխատելու համար ու գալիս է ինչ-որ պահ, երբ որ իրանք ընդհանրապես թքած են ունենում հանդիսատեսի վրա, հանդիսատեսի կարիքների վրա ու ասենք, չգիտեմ, դառնում են զուտ փող տպող մեքենա։ Մեկ էլ ինձ թվում է մենք լիքը ռիմեյքներ ենք տենալու։ Հա, ռիմեյքներ, հա։ Որտեվ նոր բան մտներին ոնց որ չգա։ Էս երևի էս հետաքրքիր նոտայի վրա էլ ավարտենք, շատ մերսի որ եկար, շատ հետաքրքիր գեյմինգը ինքն թեման է, որի մասին կարելի է մի գիշեր նստել մի 20 ժամ խոսել։
բայց դե ժամանակը քիչ է, շատ մերսի, շատ հետաքրքիր էր։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։